Բարի լույս ելի հեռուստադիտողներ, բարի լույս ելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում մենք մեր աշխատանքը սկսեցինք, ինձ ներեցեք իմ ձայնի համար ես մի քիչ վատառողջ եմ, բայց ամեն դեպքում դե արդեն հո ձեր թողալով չի։ Վերջը պետք է գործի գամ, թե չէ։ Մնացեք մեզ հետ, լավ օր է սպասվում, լավ առավոտ է սպասվում, հագեցած հետաքրքիր հյուրերով, հետաքրքիր ինֆորմացիայով, համեղ խոհանոցով, ողջույն Անուշիկ, ոնց ես։ Բարի լույս, ես լավ, հուսամ դու շուտով կարողանաս։ Հա, իհարկե, ամեն ինչ անում եմ դրա համար։ Տակացել է, իսկ դու հասցրել ես հիվանդանալ, բայց քանի որ տարածված են, ասում են տարբեր վիրուսներ։ Իդեպ իմ բոլոր ընկերները հետ են ասում, ասում են ձմռան լավ ցուրտ եղանակին դահուկ էիր քշում, բարում, այսպես ասեմ, բայց այս եղանակները տաքացավ, հիվանդացար։ Դե բայց տենց լինում է, ոչինչ։ Նորմալ է։ Հուսանք մեր ձեռքը էլ ավելի չի ծերանա ու հիվանդանա։ Դավիթը ճիշտ հակառակը կարողանա այս մթնոլորտում։ Իսկ ես նայելով եղանակին իհարկե 3 խոսում էի +18-ի մասին եւ ասում եմ որ շատ տաք է, այսօր արդեն +20 է։ Եվ էլի հիշեցնեմ, որ չգիտեմ շատ երկար կունենանք այս հնարավորությունը արդեն իսկ ուղղակի վայելելու տաք եղանակ ու վերջ վայելելու, բայց հուսամ որ կունենանք։ Մինչև 20 աստիճան տաքություն է լինելու կեսօրին, իջնում է, էլի բարձր։ Մի քիչ կիջնի, չէ, մի քիչ կիջնի, բայց 14-15-ից ներքև չի իջնի։ Հա, ընտիր է։ Այո։ Դե երեկոյան 12-ից 14 է հենց լինելու, սիրելիներս, իսկ գիշերը +5-ից +7։ Արդեն իհարկե գարնանային շունչը զգացվում է, իհարկե չենք կարողանում արդեն նստել, ուզում ենք իհարկե դուրս գալ, կեսօրին վայելել այս տակ գեղեցիկ եղանակը, հիմա որ սկսեն ծառերը ծաղկել, էլ ավելի իհարկե վարակիչ է դառնալու, ուղղակի զբոսնել ու ինչքան շատ լինեն այդ ծաղկած ծառերը մեր իրականության մեջ առհասարակ ծառերը, այնքան լավ։ Իհարկե հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել, Դավիթի մասնագիտական կարծիքով կկիսվի, որովհետև այդտեղ ես ընդամենը լսող եմ, չունեմ։ Դե հա։ Բայց Վահեին հասցնենք ասել բարի լույս։ Բարի լույս։ Ողջույն։ Լավ ես։ Լավ, դուք ոնց եք։ Շնորհակալություն։ Ես կարոտել էի Վահեի պատրաստած ուտեստներին, այո, որովհետև Դե շատ բան չես գործրել, մենք դիետիկ բաներ ենք կերել, դու հաստատ, այո։ Հաստատ դուք չեր գա։ Համոզել էր։ Հա, Չէ, ես ինքնակամ։ Ինքնակամ, այո։ Ասպա վերջին անգամ բռնության փորձից հետո ինքնակամ ամենից եղել։ Քանի որ ես հիմա փորձում եմ լավանալ, դեսուտումով ճաշ ես ուտելու։ Դդումով ճաշատալու։ Դա ճաշ է, թե ես ոնց հասկացա, հենց այդ փոքրիկ դդումի մեջ կլցոնես։ Ինձ համար առանձին ճաշ է եպելու։ Հիմա ասեմ, ուրեմն այսօր պատրաստելու ենք Մուշի խոհանոցից մշոշ, դդումով տարբերակ, ուրեմն մշոշները հայկական լեռնաշխարհում, ընդհանրապես հայկական լեռնաշխարհի խոհանոցում շատ են։ Մենք կերել ենք այստեղ Վանի մշոշ, որը կրկին պահկային է եւ նա ավելի շատ աղցան տարբերակով է, բայց այնտեղ մի հետաքրքիր բացատրություն կա։ Մշոշ բառի մեջ մշմոշը դա վայրի ծիրանին են ասում եւ այնտեղ ծիրանի ճիր է լցվում սալորաչրի հետ միասին, տապակվում է սոխառածով, դրա համար կոչվում է մշմոշ կամ մշոշ։ Իսկ այս պարագայում սա կոչվում է ուրեմն մուշում պատրաստում են դդումով տարբերակ, կար նաև բազուկով տարբերակ այս նույնի եւ իհարկե տարբերությունը շատ մեծ է իրարից, որովհետեւ եթե Վանում դա ծիրանաչրով էր եւ մշմոշը այդտեղից էր գալիս, այստեղ մշուշ բառի հետ կապ ունի։ Որովհետև երբ որ ոսպը եփում ենք դդումի հետ, գույնը մքանում է, հետևաբար մշուշապատ վիճակը գալիս է հենց այս բառի բացատրությունից։ Այս բացատրությունը հետաքրքիր է, որ չկա որևիցե տեղում մանրամասն գրված խոհանոցային որևիցե գրքում, բայց իմ մանկության ճաշերից մեկն է, որ միշտ տատիկս պատրաստում էր, պարզապես մեզ մոտ պատրաստում էին առանց դդումի հաճախ, այսինքն միայն ոսպով ճաշը, բոլորիս հայտնի այդ ոսպով ճաշը մեզ մոտ ասում են մշոշ։ Հետևաբար այդ մուգ գույնի համար մշուշապատ լինելու համար իրեն անվանում են այդ ձև։ Եվ շատ հետաքրքիր եւ դիետիկ ճաշատեսակ է, առավել քան եւս ասեմ, որ մենք պահկային հատվածում ենք այժմ գտնվում, այն պահքի ճաշատեսակ է, եթե կարագով չեք պատրաստում եք ձիթայուղով կամ հենց բուսայուղով, ուրեմն ստացվում է դա ամբողջովին պահկային կերակուր։ Շատ քիչ բան է մեզ անհրաժեշտ, պետք է պատրաստել սոխառած, որի մեջ ավելացնում ենք իհարկե նախապես թրջված կամ խաշված ոսպը եւ իհարկե դդումը։ Դդումը կարելի է ստանալ երկու տարբերակով։ Կարելի է ստանալ շիլանման զանգված, որին կարելի է ավելացնել ոսպը, այսինքն պինդ, հյուսանման ճաշատեսակ ենք
ստանում եւ երկրորդ տարբերակը կարելի է դդումը ուղղակի այդպես կտորներով թողել ու չտապակել, այսինքն իրեն ամբողջությամբ։ Բայց ես նախընտրում եմ տապակել, որովհետեւ եթե ոսպի հետ չի միաձուլվում դդումը, կարծում եմ ստացվում է չոր ինչ-որ ճաշատեսակ, որի համերը այդքան էլ լավ չի փոխանցվում իրար։ Եթե դուք ցանկանում եք որպես աղցան մատուցել, մեծ հաջողությամբ կարող եք դդումը խաշել, համեմել եւ ավելացնել ոսպի վրա պարզապես այդպես հատիկներով կամ հիմա հատուկ այդպես սարքեր կան խոհանոցային, որոնք այդպես գնդաձև գեղեցիկ դդումները պատրաստում են եւ մնում է, հա, այդպեսին։ Այդ ձևով կարելի անել։ Եթե ոչ, ուրեմն տապակել ու ստանալ խյուսանման զանգված, որը կարելի է ճաշակել մեծ սիրով։ Եվ վերջում ավելացնելու ենք իհարկե չորրեհան, ես կպատրաստեմ նաև չորահացեր, որոնք փոքրիկ չորահացերով կմատուցենք իհարկե նաև այս դդումով մշոշի հետ։ Շնորհակալություն։ Հա, ձայնին էլ լավ է դդումը։ Ձայնին լավ է դդումը։ Կարող է երգեմ։ Չի բացառվում վերջում լասկալան դառնա այստեղ։ Շնորհակալ ենք։ Համոզեցին, որ ճաշը ձայնը կբացի, երկու տղամարդ ձեն-ձերի տվեցին։ Չէ, հազը, ես սխալ ասեցի ձայնը չէ։ Դե ամեն դեպքում ունենք դոշապ։ Ասում ասա, բան, տունը ամեն ինչ կա այստեղ։ Խնդրում եմ հանեք այն ինչ որ ունեք։ Հանեք տեսնենք ինչա կա։ Առավել քան եւս ասեմ, թթի դոշապ է պատրաստված արցախյան տեխնիկայով։ Դա ինչ պետք է արվի։ Խմում եմ ուղղակի, գտալով խմում ես։ Հա։ Ընդմիջմանը կտամ Դավիթ։ Եվ շնորհակալություն։ Այստեղ այսպես ասած զգուշացում ունենք, որը ուզում եմ ընթերցել, որովհետև Դավիթը պարզվում է հավելում ունի այս զգուշացման վերաբերյալ։ Ինչ է զգուշացումը։ Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց շրջապարունակությունը եւ զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։ Անվտանգությունից ելնելով կոչ են կանում խուսափել լեռներ այցելելուց։ Հիմա սա երևի Դավիթին էր վերաբերվում, բայց պարզվում է, որ Դավիթը տեղյակ է ու ճիշտ հակառակը ունի որոշակի դիտարկում անելու։ Այո, նաև ինֆորմացիա ունենք, որովհետև երեք ամբողջ օրը նախ շնորհակալություն մեր փրկարար ծառայությանը, որովհետև երեք մեր տուրիստները օտարերկրյա տուրիստները ձնահյուսքի տակ են ընկել, եթե չեմ սխալվում, իսպանացիները, Արագած լեռան վրա ասում եմ, որ այսինքն պաշտոնական տեղեկություն չկա, բայց ես գիտեմ ներքին տեղեկությամբ, որ նաև մահացության մեկ դեպք կա։ Դրա համար ես հիմա խնդրում եմ մեր բոլոր այն հայրենակիցներին, որովհետև շատ են մարդիկ, ովքեր որ լեռներ են գնում, հայկինգով են զբաղվում, սիրում են բնության գիրք գնալը, նմանատիպ տաքության դեպքում երբ որ լեռները ձյունով են ծածկված, մանավանդ որ վերջին շրջանում ահագին ձյուն եկավ։ Նմանատիպ դեպքերում չեն գնում լեռնել, որովհետև պետք է հասկանանք, որ ձյունը ծանրանում է, սկսում է հալչել եւ այդ ծանրանալու եւ հալչելու հետ մեկտեղ ձնահյուսք է առաջանում։ Իսկ դրա դեմ մենք ոչ մեկս ուժ չունենք պայքարելու, որովհետև ինքը մեծ արագության տակ եւ այդ ահավոր ծանր ձյունը երբ որ ծածկեց, մարդկանց տարավ, այնտեղ շատ դժվար է մարդուն փրկելը։ Դրա համար խնդրում ենք, որ գոնե մի քիչ ձյունը հալչի, նոր գնանք լեռնել։ Ես էլ ձեզ հետ միասին կգամ գնանք լեռներ։ Խնդրում ենք, հորդորում ենք լեռներ չգնալ, մինչև որ ձյունը հալչի։ Հիմա 3-8 հոգի մնացել են ձնահյուսքի տակ։ Իդեպ նորից շնորհակալություն մեր փրկարարներին, որովհետև ամբողջ օրվա ընթացքում ես նաև իմ եկելից մարդիկ կան այնտեղ իրենց մեջ աշխատող, մարդիկ տանջվել են, որ այդ մարդկանց հանեն։ Դե 8 հոգու հանել են, մի հոգու չեն կարողացել հանել։ Ու հանել են, բայց արդեն մահացած ա եղել։ Իհարկե զարմանալի է, որ պրոֆեսիոնալներն են նման սխալ թույլ տվել, որովհետև հա, իդեպ լեռնագնացներ են եղել։ Լեռնագնաց են ու հաստատ այդ տարական կանոնները վստահ եմ, որ գիտեն ոնց էլ չլինի, առաջին անգամ չեն բարձրանում։ Եթե չեմ սխալվում, Արագածի ամենաբարձր գագաթի այդ մեծ պատը այնտեղ։ Այդ պատից է ձնահյուսքը պոկվել եւ սկսվել, այնտեղ առհասարակ ձմռանը կամ նման եղանակների շատ վտանգավոր է գնալը։ Հա, գնում ենք, բայց շատ վտանգավոր է։ Անցնենք առաջ, Դավիթը երկար ժամանակ են որ ասում է եթերում չէր եւ ահագին հետաքրքիր ինֆորմացիաներ է բաց թողել։ Հապա։ Բայց ես կուզեմ անդրադառնալ մի թեմայի, շատ ընկերներ, որոնք իհարկե դասախոսում են տարբեր բուհերում եւ մի քանի բուհերում ես եմ առիթ ունեցել կարդալու դասախոսություններ, եղել է որ հրաժարվել եմ
ոչ միայն աշխատանքի սղության պատճառով, այլ եղել է, որ հրաժարվել է, որովհետև հասկացել եմ, որ ես պարզապես այնտեղ անելիք չունեմ։ Եվ ոչ թե որովհետև ավելի լավ մասնագիտական արձագանքի էի սպասում ուսանողներից, որոնք բավական բարձր կուրսում են, այլ եղել է, որ պարզապես հասկացել եմ, որ այստեղ արդեն այն կեցվածքն է երիտասարդի, որ կամ պիտի վիճես, կամ պիտի ուղղակի քաշվես մի կողմ։ Ես մի ժամանակ ինձ, այսպես ասում եմ, ապահովագրեցի այդ առումով, բայց քանի որ մի քանի օր առաջ հարիթ ունեցա անդրադառնալու թեմաներին, որ շատ անգամ է եղել, որ երիտասարդ աղջիկներ գրում են, որ կարող եք աշխատանքի տեղավորել ինձ կամ զանգում են եւ ոչ միայն երիտասարդները եւ իհարկե շատ անլուրջ ենք դրան վերաբերվում, որովհետեւ ես չեմ հիշում, օրինակ դու Դավիթ Արեթ ունեցել ես երբևէ Facebook-յան հարթակում ինչ որ անծանոթ մեկից, ինչ որ X կառույցի տնօրենից, օրինակ ասել ես շատ ուժեղ մասնագիտական հմտություններ ունեմ, ինձ վերցրեք աշխատանքի, չէ՞։ Իհարկե ոչ, դրա համար գոյություն ունի մարդկային շփում։ Գոնե թե ներկայացնես դու ներկայացնես հանդերձ։ Նաև բայց պետք է իմանաս դու նախ այդ մարդկაც պահանջ կա քո նման մասնագետի, եթե դու մասնագետ ես։ Հետաքրքիր է, որ աղջկա որին աշխատել է X բանկում եւ X ապա ընկերությունում, բայց ինքը գրառել էր, որ իր ներդրումն է ուզում ունենալ մեր առավոտյան ծրագրում։ Ես իհարկե ուղղակի չարձագանքեցի իրեն, որովհետև ինքը գիշերը կարող էր ինձ գրել, երեկոյան կարող էր գրել բավական կիրթ ձևակերպմամբ, բայց ես համարում էի, որ ավելի լավ է չպատասխանեմ ոչինչ, որովհետև դե եթե մարդը որոշել է Messenger-ի հարթակում ներկայանալ, կամ ինքը իսկապես չափազանց լուրջ մասնագիտական հաջողություններ ունի, կամ առհասարակ չունի, եւ ես որոշեցի չարձագանքել։ Չարձագանքելու դեպքում, երբ շարունակվեց գրառումները արդեն ձայնայինով, որովհետեւ դե հավես չկա այդքան գրելու։ Ձայնայինով։ Այո, ձայնայինով։ Հիմա դու զարմանում ես, բայց ասեմ, ինքը զարմացել էր, որ ես դրան անդրադարձել եմ եւ ինձ շատ բարեկիր ձևով գրել էր Աստված ձեզ հետ։ Ես վերջապես որոշեցի, որ այնուամենայնիվ առիթ կա արձագանքելու եւ իրեն ասացի, որ մեր ծրագիրը բավական փոքր հարթակ է իր մասնագիտական հմտությունները ներկայացնելու համար եւ ես կարծում եմ, որ չարժե, որ նման լուրջ մասնագետի մենք մեր փոքր հարթակում տեղավորենք եւ իհարկե խորհուրդ տվեցի ճանաչելով հեռուստատեսության աշխարհը եւ ընդհանրապես շատ փոքր 22 տարվա անցած իմ ճանապարհը հեռուստատեսությունում ինձ համարձակություն ներշնչեցի, ուժերս հավաքեցի եւ թույլ տվեցի ինձ աղջկան գրելու, որ ես կարծում եմ, որ հանրային հեռուստաընկերության տնօրենին էլ կգտնեք Messenger հարթակում եւ կարծում եմ, որ ձեր մասնագիտությունը արժե, որ այնտեղ ներդրում ունենա, որովհետեւ այդ հմտությունները, որ դուք ձեռք եք բերել երկար տարիներ բանկում եւ ապահովագրական ընկերությունում ուղիղ եթեր վարելու համար, ինչ եք ծիծաղում։ Հիմա դուք ծիծաղում եք, բայց վարեր Այո, ինքը բայց ոչ միայն ուզում էր վարել, իր ձևակերպումը հետևյալն է։ Ուզում էր լումաններ դներ։ Թեթև հետաքրքրություն ունի մեր վարելույսի նկատմամբ։ Թեթև հետաքրքրություն։ Մի խոսքով, բայց ես ասեմ հետևյալը, իդեմս ես դեռ զսպում եմ ինձ, որպեսզի անուն ազգանուն չհնչեցնեմ, հարգելով դեռ իր ծնողներին, որովհետև ես ձեզ հավատացնում եմ, ինձ երեք էլի մի աղջնակի նկարը գցել էր իր էջում եւ համաձայն չէր որոշակի հեռուստատեսությունում, այսինքն մեր եթերում հնչած որոշ այ միջարոց հենց այդ թեմային է վերաբերվում։ Այդ թեմայի հետ եւ գցել էր ու գրել էր, այ քեզ բանով է սա Նոբելյան մրցանակակիր է ինչ է, բայց ասեմ հետեւյալը, հաղորդավարության համար Նոբելյան մրցանակ չկա տալիս աղջիկս, թե չէ ես կստանայի, քանի որ դու ինձ համարում ես բավական ինքնասիրահարված, ես փորձեմ հենց այդ դիրքորոշումից էլ ինձ թույլ տալ խոսելու։ Բայց ես ասեմ հետևյալը, եթե իմ երեխան երբևէ փորձեր աշխատանքի տեղավորվել եւ ես իմանայի, որ ինքը գրում է ինչ-որ կառույցի տնօրենին այտենց Messenger-ով մի բան էլ ձայնային է ուղարկում, որովհետեւ այդքան հավես չկա գրելու, եկեք ես չասեմ, իմ աղջիկը հաստատ գիտի, ինձ շատ մոտ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ տեղի կունենար իմ աղջկա հետ։
Բայց քանի որ իմ ընկերների մեջ շատ ընկերներ ունեմ, ովքեր դասավանդում են բուհերում, երբ խոսում ենք իրենց հետ, ես ազնվորեն ասեմ, երբ հիշում եմ իմ երկրորդ բուհը, երբ ես սովորում եմ, ես բավական մեծ էի արդեն, 26 տարեկան, իսկն ես 18 տարեկան չէի, ինչպես առաջին բուհը։ Մեզ այնքան են սխալ դիտողություն արել, որ մենք կապ չունեինք, եթե որևէ մեկը մեզնից, մեր դասարանում կային եւ չար ուսանողներ եւ խելոք, նրանցից որևէ մեկը ես չեմ հիշում, որ դասախոսին պատասխաներ։ Անկամ երբ ուզում էինք արդարանալ, որ մենք այդ թեմայի հետ կապ չունենք ու մեզ ասում էին ձայնդ կտրիր կամ դուրս արի լսարանից, դրանից հետո էլ բառ չէր կարող շարունակվել։ Եթե անգամ շարունակվում էր, ուսանողներն էին ասում, ինչ ես անում, դուրս արի։ Երբ մենք խոսում ենք, ես մտածում եմ, որ գուցե ես հետ եմ մնացել ժամանակակից աշխարհից։ Չնայած որ անընդհատ լսում եմ, որ շատ բուհում դասավանդող դասախոսներ լուրջ վաստակ ունեցող, գիտեք ինչ են ասում, ասում են մենք վախենում ենք այսօրվա երիտասարդներից։ Ես իրականում չէի հավատում։ Ես միշտ ասում էի, դա դասախոսի սինդրոմ է, անընդհատ բողոքել ուսանողից։ Իսկապես իրենց էլ էի ասում։ Իմ ընկերներն էին, բայց ասում եմ, այտենց խնդիր կա ուսուցիչների մոտ, անընդհատ բողոքել, բայց ես գնալով հասկանում եմ, որ դա մեկը չի ասում, երկուսը չի ասում։ Գիտեք, համարձակությունը դա ամբարտավանությունը չէ։ Համարձակությունը այդ նշանակում է պարզապես լինել համարձակ, օրինակ սիստեմի ստրուկ չդառնալ, այս է ինձ համար համարձակություն է։ Եթե ձեզ թվում է համարձակությունը ձևավորվում է ինչ-որ X մարդկանց պորտը տեղը դնելով կամ մինչև վերջ եւ իմիջիայլոց ինքը մինչև հիմա իմ հետ դեռ հաշվը հարդար է տեսնում։ Երկար ճանապարհ ունի անցնելու։ Այո։ Էլ չի ուզում աշխատանքի բայց իրականում, քանի որ մի հետաքրքիր պատմություն պատմեմ, բեմում տարիներ ի վեր չասեմ անունը, որովհետև կարող է իմ ընկերներից է, շատ լավ ճանաչում ես իրեն, դերասան, ռեժիսոր, ով ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս անում է բեմադրություններ, խաղացել է եւ այլն, մեր 5 գործընկերները վստահ եմ կհիշեն այդ դեպքը։ Ինքն ինձ ասաց, որ ես այդ ժամանակ հաղորդավար էի փնտրում, դա 17 թվականն էր։ Ասաց, ես կուզեմ, գիտես, առավոտյան գալ եւ իհարկե ճանաչելով իրեն որպես արտիստ եւ շատ ինտելեկտուալ մարդ, որովհետեւ իսկապես նա այնպիսի գրական ճաշակ ունի, որ ես միշտ առիթ եմ ունենում նրանից սովորելու։ Ոայ ասացի, ես մեծ սիրով, արի ուզում ես մի հատ փորձ անենք։ Ինքն եկավ փորձի, ուղիղ եթերում չէր։ Ես պատկերացրու տալիս եմ հնարավորություն, ասում եմ բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, մենք ունենք նոր հաղորդավար, մեր բոլորիդ կողմից իհարկե ծանոթ եւ այլն, այսուհետ մենք միասին կլինենք ուղիղ եթերում, ողջույն ես ինչ, կարող ես ողջունել հեռուստադիտողին, այսպես նայես տեսա խցիկին, նայեց ինձ սենց կարմրեց, հանեց այս շարֆը, ցուրտեր սենց հարեց։ Վայ մամա ջան, ես ինչա, չէ, ես չեմ ուզում, ես չեմ կարող, բա որ ուղիղ եթերում լիներ ինչ կկատարվեր։ Ես հիմա հասկացա ու մարդը, որ իսկապես շատ ինտելեկտուալ է, չունի խոսքը ձևակերպելու խնդիր, շատ հումորով է իդեպ եւ իր հումորի մասին մենք անգամ պատմություններ ենք պատմում եւ բեմում անցած ճանապարհ ունի, ինքը հասկացա, որ ուղիղ եթերը մի քիչ այլ բան է։ Այստեղ պետք է ժամանակ գուցե եւ մի քիչ էլ տեսակ հմտանալու։ Ինչպես օրինակ շատ հաճախ մենք ասում ենք, հա, բժշկին ո՞նց եք վիրահատում եւ բժիշկն ասում է դե տեսակ վիրահատություն ես օրվա մեջ մի 5 հատ անում եմ։ Մեզ համար դա ֆանտաստիկայի ժանր է, ճիշտ է։ Այսինքն վերցնել, չգիտեմ, կտրել մարդուն, հասկանալ ինչն է, ասում են, այնտեղ առողջ, ինչը ոչ։ Եվ իհարկե մեզ համար մենք միշտ ասում ենք այդ ձևակերպումը, որ բժիշկները դրանք աստվածներ են, որովհետև ինչեր են անում, ինչ կարգի վիրահատություններ, իրենց որ խոսեցնում ես, իհարկե իրենք ասում են դե մենք մի 5 հատ այդ տեսակ վիրահատություններ անում, կարող է բարդ բաներ էլ կան։ Եվ նորմալ է, ամեն մարդ հմտանում է ինչ-որ մասնագիտության մեջ, ձեռք է բերում տարիների ընթացքում հմտություն, անցնում է երկար ճանապարհ ու գալիս է ինչ-որ մի կետի, որտեղ իրեն իրավունք է վերապահում, օրինակ եթե անցել է երկարուձիգ 20 տարիներ, իրեն իրավունք է վերապահում, օրինակ կարծիք հայտնել ինչ-որ բանի վերաբերյալ։ Երբ ես փորձում եմ հիշել կամ 1-2 բաներ կարողանում եմ գտնել Facebook-ում,
Ժամանակին մեր վարած հաղորդումների ես ես վստահեցնում եմ մենք այնտեղ երբևէ որևէ խնդրի չէինք անդրադառնում, որովհետև մենք ունեինք հստակ գրված ծրագիր, որով շարժվում էինք, ինչու, նախ որովհետև չունեինք բավարար հմտություն եւ չունեինք բավարար անցած տարիք եւ ճանապարհ, ինչ որ երևույթի մասին կարծիք հայտնելու։ Մենք երիտասարդ ժամանակ լսում էինք մեր մեծերին, այն մարդկանց ում հարգում էինք, գնահատում էինք, ովքեր արդեն վաստակել էին կարծիք հայտնելու իրավունք։ Այսօր ստացվում է, որ մեր երիտասարդները իրենց, եթե ես մեկ-մեկ որ պատկերացնում եմ, ամենայն ազնվությամբ, սիրելի հեռուստադիտողներ, սա լուրջ խնդիր է եւ ես ծնողներին ուզում եմ հուշել, որքան էլ որ դուք համարում եք, որ իրենք կարող են այս տեսակ սրան վիրավորել, նրա հետ բանակցության մեջ մտնել եւ բացարձակ չնել, դա վատ տեղ կտանի եւ իրականում եթե իմ դուստրը երբեւե իրեն թույլ տար ինչ որ մեկի նկարը հանրային մարդու հատկապես, հա, որը երբևէ իր հետ կապ չի ունեցել, ոչ իր հետ շփվել է երբևէ, ոչ իր հետ խոսել է, ոչ ճանաչում է, բայց իրեն թույլ տար, օրինակ այդ մարդու հարթակից վերցնել ինչ-որ տեսագրություն կամ նկար, որը իմ աղջկա տեսակ սրտով չի էլի այդ մարդու ասած բառերը, եւ հրապարակեր, չեմ էլ ուզում իրապես պատկերացնել, թե ինչ խնդիրներ կունենար իմ աղջիկը իմ կողմից, շատ լուրջ խնդիրներ կունենար, բայց արի ուտես, որ նման երիտասարդներ կան մեր իրականության մեջ եւ ես հիմա այստեղ առանձնացրել էի անուններ, որովհետև հիմա մի գիրք եմ կարդում, որ կոչվում է Ինչու են ինտելեկտուալները մեկուսանում։ Բա ինչ անեն։ Եվ այստեղ իրականում շատ իհարկե անուններ կան, հիմա ամբողջ գիրքը չեմ պատմելու, բայց այստեղ անուններ կան, սկսած Գալիլեո Գալիլեից, Բեթհովենից, Նիցշեից, Տեսլայից, Կավկայից, Շոպենհաուերից, Քամյուից, սրանք անուններ են, որոնք հեղինակություն են, ճիշտ է, եթե գրականության մեջ, կամ Տեսլան, որը հորինեց էլեկտրաէներգիան, ինքը մեկուսացել էր, որովհետև հանրությունը, սիստեմը դեմ էր գնում։ Եվ իրականում, եթե բովանդակությանը անդրադառնամ, մեզ գրքի ասվում էր հետևյալը, որ հանրությունը անհարմար մարդկանց չի սիրում։ Իսկ անհարմար են մեզ համար, հանրության համար են մարդիկ, ովքեր ստանդարտ չեն բետացում, այո, բաներ ձեր գիտակցության չեն ասում։ Երբ մարդիկ, օրինակ, սկսած Բեթհովենից, հա, Բեթհովենը մեկուսացել էր, հետո էլ աղքատության մեջ մահացավ, այն տիեզերական երաժիշտը, որին այսօր վախենում են անգամ երաժիշտները մոտենալ, այս տեսակ մարդիկ, օրինակ Կաֆկան անդրադառնում էր կյանքի աբսուրդին, որովհետև այն ինչ հիմա տեղի ունենում, այդ երիտասարդների պահվածքը, սա աբսուրդի ժանր է։ Ինձ համար եւ վստահ եմ շատ ավելի անցած ճանապարհ ունեցող մարդկանց համար։ Բայց այս անունները փիլիսոփան, ես Նիցշեի մասին եմ խոսում, որ երևի թե չկա մի փիլիսոփա կամ հոգեբան, որ չպետք է ճանաչի իրեն։ Ֆրեյդի գրքերը ժամանակին այրվում էին, իհարկե այնտեղ կարող էր ինչ-որ քաղաքական երանգ կար, բայց այնուամենայնիվ քաղաքական երանգ միշտ է եղել, անշուշտ։ Մի ստեղծագործություն կա, շատ տարիների առաջ եմ կարդացել, կոչվում է, թե հայերեն թարգմանեմ, Ատլանտը ուղեց ուսերը։ Վստահ եմ կիմանաս։ Այո։ Այդ ստեղծագործությունը իմիջիայլոց խոսում է հենց այն մասին, որ ուղեց թե բացեց։ Расправил плечи։ Ես դրանում դատում ավելի ուղեց, երևի թե հայերեն թարգմանենք։ Այդ գիրքը բավական հաստափոր գիրք է, իմիջիայլոց շատ կուզեմ, որ երիտասարդները, հատկապես այն աղջիկները, ովքեր այդքան համարձակորեն օտար կնոջը առիթ ունեն զայնայիններ ուղարկել, ես համարում եմ, որ իհարկե մասնագիտական հմտության եւ ինտելեկտի առումով ձեզ չեմ կարող անցնել անշուշտ եւ հարգում եմ բնականաբար ձեր միտքը, ձեր անցած ճանապարհը, որ այս մասնագիտության մեջ երբևէ որևէ աղերս չեք ունեցել, բայց ուզում եք ձեր ներդրումն ունենալ, շատ շնորհակալ եմ նման վերաբերմունքի համար, բայց կուզեմ ասել հետեւյալը, եթե մի քիչ կարդակ, ինչպես ասում են, հա, ես ինչքան շատ եմ կարդում, այնքան շատ եմ հասկանում, որ ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չգիտեմ։
Իրականում իսկապես այս շատ հեղինակները, բայց խոսքը սխալ կհասկանան, է։ Դե ասма կարդում ես մեկը ոչինչ չգիտես, ինչի համար կարդում։ Չէ, ոչ թե չգիտեմ, ասում այնքան ոչինչ չգիտեմ։ Դե լավ, ես ու դու գիտեք դու ինչ ես ասում, բայց կարող է սխալ հասկանան։ Ֆաուստը կարդացեք, իմիջիայլոց այնտեղ գուցե հասկանաք ինչի մասին է խոսքը, եթե ես ինձ թույլ եմ տալիս գոնե ոչ թե սա իմ միտքն է, իրականում հիմա ինչ որ ես ձեզ ասում եմ, որովհետև դուք իհարկե ունեք տենց մեծ համարձակություն միանգամից մարդուն քննադատելու, բայց ես առաջարկում եմ քննադատել օրինակ միանգամից գրել Facebook-յան հարթակում Կաֆկային, Շոպենհաուերին, Քամյուին, Նիցշեին, Ֆրեյդին, ում եք ուզում Գալիլեո Գալիլեին, որին ժամանակին քննադատում են, որովհետև ինքը որոշեց, որ երկրագունդը պտտվում է արևի շուրջ, իրան ասեցին, այս ինչ ես ասում, հետո որոշեցին, որ այդ մարդը փաստորեն բացահայտում էր արել։ Իրականում ես ձեզ առաջարկում եմ ձեր բոլոր բողոքները եւ տարաձայնությունները անմիջապես իրենց գրել, վստահ եմ իրենք ձեզ կպատասխանեն։ Բայց կա մի հետաքրքիր բան էս ամենի մեջ։ Հա, բայց թե տարել է։ Չէ, ես իրականում երբ անդրադարձա սրան, բավական հումորով էի անդրադարձել, բայց հետո հասկացա, որ դաստիարակությունը եւ կրթությունը երբ թե ուղիղ համեմատական ունեն։ Արտադիր։ Իրար հետ զուգորդվում է։ Այստեղ իմիջիայլոց այս գրքում շատ հետաքրքիր խոսում է։ Դու տեսել ես շատ դաստիարակված տգետ։ Տեսել, անկեղծ։ Չէ։ Չէ, անշուշտ չէ։ Դու դաստիարակության մեջ չեմ մտնում։ Լավ ասացիր, իմիջիայլոց այդ տգետ բառը, հա, մեկ այդ ինտելեկտուալ բառը, որ մի քիչ կարող է տենց շատ է սխալ տեղ տանում, այս գրքում ինչ է ասում։ Ասում է իմաստունի, այսինքն մուդրի, հա, իմաստուն ճիշտ եմ թարգմանում։ Ռուսերեն է գիրքը, ներողություն եմ խնդրում, դրա համար այդ հիշողությունս այդ լեզվով է գալիս։ Ասում է ինտելեկտուալի եւ իմաստունի միջեւ իսկապես մեծ տարբերություն կա, եւ ընդունում է։ Եվ ժամանակին Տոլստոյն ասում էր իմաստուն կին դա հոյակապ է, ինտելեկտուալ կին դա վտանգավոր է։ Այո, այդտեղ կա իրապես ճշմարտություն, որովհետև ինտելեկտուալ կին արդեն տեսակ, որովհետև իմաստուն տարիքով էլ կարող ես լինել, չունենալ օրինակ այսպես ասած ապրած տարիներով անցած ճանապարհով դու դառնում ես իմաստուն, այո։ Եվ մեր տատերը, պապերը, որոնք կյանքի հետ կապված ինչ որ ուղղորդումներ էին անում մեզ, անկախ նրանից իրենք կլինեին շատ կարդացած թե ոչ, որովհետև իրենց ժամանակ էլ կար իրենց նորաձև գրականությունը, հա։ Բայց իրենք իմաստուն էին։ Այո, Ջեք Լոնդոն հիմա երբ չգիտեմ, կարդում են թե չէ, բայց մեր պապերի համար այդ երբ որ խոսում էին դասականներից, իրենք այդ անուններն էին բերում։ Իրականում մեծ տարբերություն կա, որ մեր ծնողները, հիմա երբ մեր ծնողները կյանքի վերաբերյալ, ամուսնության, ընտանիքի վերաբերյալ մեզ դասյարակում են, այդ ձեզ թվում է գրքերից են, ասում են։ Իմաստացել են ապրած տարիների իհարկե։ Ճանապարհն է անցած փորձ, անցած սխալները, որոնք սարքում են իմաստուն եւ տալիս են իրավունք մեր ծնողներին մեզ դաստիարակելու, կյանքում ապրելու։ Այսինքն աղջիկը, որի ես որևէ մեկի ինտելեկտը դեռ կասկածի տակ չեմ դնում, որովհետեւ ինձ նախ հետաքրքիր չի եւ երկրորդը ես մարդու ինտելեկտը չափում եմ առաջին հերթին իր դաստիարակությամբ, որովհետեւ ինձ համար կարեւոր չի երկու գիրք ավել է կարդացել, թե պակաս, որովհետեւ մարդկային արժեքների մեջ, հարաբերությունների մեջ աշխատանքում ընկերոջը թե փոխհարաբերություններ ունենալու մեջ կարևորը դաստիարակությունն է։ Եթե կա դաստիարակություն, այդ գիրքը այսօր չի կարդացել, կտանք 2 օր ժամանակ ինքը կկարդա։ Ես հավատացնում եմ դա հնարավոր է։ Եվ բնականաբար երիտասարդը պիտի ժամանակ ունենա այդ առումով, ինտելեկտուալ առումով կրթվելու։ Բայց եկեք խոսենք դաստիարակությունից։ Երբ ես ասում եմ ես ինձ թույլ չեմ տա, իմ դաստիարակությունը թույլ չի տա մեսենջերով աշխատանքի տեղավորվել, դա գիտեք ինչի մասին է խոսում, որ ինձ այնպես են դաստիարակել, որ ղեկավարին պետք է հարգել եւ պետք է գոնե թե իր հետ խոսել եւ խնդրել հանդիպում, որովհետեւ շատ կարեւոր է, որ եթե դուք վստահ եք ձեր մասնագիտական հմտությունների վրա, շատ լավ, չնայած որ 1 օր աշխատանքային փորձի բան չունեք, բայց վստահ եք, շատ լավ, բայց գոնե մտածում ես գնամ, թող ինձ տեսնեն։ Թող լսեն իմ ձայնը լսեն։ Ձայնը լսեն, նստելու ձևը տեսնեն, դաստիարակությունս տեսնեն, որովհետև դաստիարակված մարդու պակաս միշտ կա, եւ ես վստահեցնում եմ յուրաքանչյուր ղեկավար, յուրաքանչյուր ուսուցիչ, յուրաքանչյուր դասախոս հաստատ ել ավելի գնահատում է երեխայի դաստիարակությունը, քան մաթեմատիկական հմտությունները կամ այլ հմտություններ։ Եվ իրականում ոնց ես դու հարգում քո ձեռք բերած մասնագիտությունը, այդպես էլ դու քեզ մատուցում ես։ Օրինակ, եթե ես շատ եմ կրթել ինձ այս մասնագիտության մեջ, տանջվել եմ, չեմ քնել, կարդացել եմ,
պայքարել եմ, որ համարեմ ինձ այս մասնագիտության մեջ արդեն ձեր փորձառու չասեմ, մասնագետ, որը հետո ինձ պիտի տան հնարավորություն փորձառու դառնալու։ Ուրեմն առաջին հերթին ես գոնե ինձ եմ հարգում, հետո դիմացինին։ Ես այն օրն էլ այդ օրինակը բերեցի, էլի բերում եմ։ Ես գնում եմ, դուռը ծեծում եմ, անգամ եթե չունեմ եւ մեծ մասամբ անգամ այս հեռուստաընկերությունն էլ եմ այդպես արել։ Ծեծում եմ, ասում կարող եմ հանդիպել ղեկավարներից մեկի հետ, ով իմ գծով, իմ մասնագիտական գծով կկարողանա ինձ ընդունել եւ լսել։ Նախ միշտ առաջարկում եմ ծրագիր, երբեք չեմ գնում ասում ես ձեր ծրագրում ուզում եմ իմ ներդրումն ունենալ։ Ներդրում կարելի է ունենալ այն ժամանակ, երբ դու ունես օրինակ երկար տարիների անցած փորձ։ Չէ՞ որ երբ որ ես գիտեմ օրինակ դու շինարար ես, ունես երկար տարիների փորձ, քեզ գալիս եմ ասում եմ կարող ես ձեր ներդրումն ունենալ մեր գործում։ Կամ դու գալիս ես ասում ես ես ունեմ, ես 30 տարվա մանկավար եմ եւ մի պարզ ճշմարտություն ունեմ։ Կարող եմ իմ 30 տարվա փորձը բերել եւ ներդրում ունենալ ձեր գործում եւ ես որպես կամ մեկ ուրիշը որպես կիրթ մարդ ասում եմ անշուշտ, որովհետեւ ոնց կարող ես 30 տարվա մասնագետին Of course չտալ, այսպես ասած, քեզ չտալ հնարավորություն շփվելու այս տեսակ անցած ճանապարհով մարդու հետ։ Բայց արի ուտես, որ կան մարդիկ, ովքեր մեկ օր չեն եղել հեռուստատեսությունում, բայց ուզում են իրենց ներդրում ունենալ մեր հաղորդման մեջ, որովհետև ունեն հետաքրքրություն մեր հաղորդման նկատմամբ։ Մի քիչ։ Եվ իհարկե վիրավորվում են, որ դու օրինակ կամ չես պատասխանում, իրենք հետո շարունակում են գրել, որտեղ զարմանում են, որ չես պատասխան, հետո զարմանում են, բայց ինչի եք այդ վերաբերմունքը տածում։ Այդ ինչի համար ես կարծում եմ արդեն պետք է հետ գնալ, անցնել ու վերանայել դաստիարակությունը, հարգանքը, մեծերի, օտարների նկատմամբ։ Այդ ինչուներ արդեն այդտեղ են թաքնված։ Եվ իրականում այս երիտասարդներին չի ուղղված, որովհետև ես վստահ եմ իրենք ոչ կընդունեն, ոչ էլ կլսեն։ Ես ավելի շատ կասեմ մեր նման մեր տարիքի ծնողներին։ Եթե չենք ուզում, որ մեր երեխաները նման սխալ վրիպումներ ունենան եւ ունենան անգամ եթե այդ կարծիքի մասին դուք չգիտեք, բայց որոշակի կարծիք ինստիտուտում դասախոսների կողմից կամ այս տեսակ ինչ-որ օտար մարդկանց ձևավորված կարծիք շատ կարևոր է, որ շատ հարցերում ուշադիր լինեք, որովհետև դասյարակությունը դա նաև կարծում եմ տարբեր թեմաների մասին երկար բարակ խոսելն է։ Վստահ եմ, որ Դավիթը երբ որ նստեցնում է տղային իր կողքին, հա, ու ինչ-որ բաների մասին, ուսուցչի մասին, դպրոցի, չգիտեմ, ընկերական հարաբերությունների մասին, այս տեսակ խոսակցություններ է ունենում, այդ կոչվում է դասյարակություն, այդ կոչվում է ներդրում երեխայի դասյարակության գործում։ Եվ նաև ապագային։ Միանշանակ, որտեղ դու դրանով ձևավորում ես առաջին հերթին իր ապագան, չնայած քո ապագան, այն օրն ասեցի, քո ապագան իր կողքին, եւ հետո անշուշտ իր ապագան, որ ինքը երբեք օրինակ կասկածի տակ չդնի իր դասյարակությունը, որը առաջին հերթին այս դեպքում եթե Դավիթին օրինակ բերենք, Դավիթի պատիվն է որպես ծնող, կասկածի տակ չդնեն իր տված դասյարակությունը, հետո կասկածի տակ չդնեն այդ երիտասարդի պահվածքը, մարդկային հարաբերությունները եւ անշուշտ ունենան վստահություն այս տեսակ երիտասարդին բացելու ճանապարհ փորձառություն ձեռք բերելու համար, որովհետեւ անդասյարակ մարդու հետ անկախ նրանից դու ինչ մասնագիտական հմտություններ ունես, բոլորը խուսափում են աշխատել։ Բայց անդասյարակը ես կարծում եմ դառնում է այն ժամանակ, երբ որ շատ չի աշխատել իր մասնագիտության, ինչ էլ մասնագիտության էլ չասեմ, այս դեպքում երևի տեղին է ասել իր ինտելեկտի վրա, որովհետև կարդալով մարդկանց գրականություն, այս տեսակ օրինակ բացահայտելով շատ ու շատ ամենատարբեր դարաշրջանի եւ ոլորտների հանճարներին, եթե ես հիմա մեջ բերեցի այս անունները, իրենց կյանքը կամ իրենց աշխատությունները երբ կարդում ես, այդ քեզ համ կրթում է, համ տալիս է հնարավորություն հասկանալու օրինակ այս մարդկանց ինչու էր հանրությունը քննադատում, բայց այս մարդիկ հանճարներ էին եւ հետեւություն անել, որ այն մարդիկ, ովքեր ստանդարտ ու հեշտ չեն ձեզ ընկալման համար հարմար չեն, էլի դուք իրենք հարմար չեք զգում,
այդ դեռ չի նշանակում, որ իրենք վատն են։ Այդ նշանակում է, որ պարզապես գուցե դուք գիտակցությամբ չեք եկել հասել այդ մարդուն, որ կոմֆորտ լինի ձեզ միասին շփվել։ Ես բան ունեմ քեզ ասելու, քանի որ մենք ժամանակ չունենք, ես քանի որ առաջի մասնագիտություն իրավաբանականն եմ ավարտել, այսպես ասեմ, ես միշտ այդ դավադրությունների այդ տեսությանը հավատում եմ ու իրանց հետևից մի քիչ գնում եմ, հետո ես երբ որ հասկանում եմ այդ դարձի ճանապարհն արդեն ժամանակն է, ես հետ եմ գալիս։ Նախ եւ առաջ այն ինչը որ հիմա դու պատմեցիր, իմ կարծիքով ոչ մեկ ոչ միտեղ չի ուզեցել աշխատանքի անցնել, շատ ընթացքում, այսինքն իրենց պետք էր շատ նուրբ հետաքրքիր ձևով վարկաբեկել Անուշ Առաքելյանին, ես այդպես եմ մտածում եւ քեզ խնդրում եմ որ մաքսիմալ հավասարակշիռ լինես, որովհետեւ նման բաներ շատ են լինելու, որովհետեւ դու եւ եթերում ես ակտիվ մարդ եւ առասարակ դու չես ամաչում ու չես վախենում ոչ մեկից քո կարծիքը հայտնելու, սա մեկ։ Եվ երկրորդը մի ժամանակ երբ դու էլ, ես էլ խաղում էինք սերիալներում եւ այլն, այն ամենասկզբից, երբ որ համացանցը այդքան ակտիվ չէր, մարդիկ ուզում էին մեզ ինչ-որ միտեղ տեսնել, որ չգիտեմ, օրինակ շնորհակալություն հայտնել կամ լավ խաղի համար, կամ չգիտեմ, նախատել վատ խաղի համար եւ այլն, այսինքն, բայց փորձում էին մեզ հանդիպել, քեզ հանդիպել, այսպես ասեմ։ Հիմա համացանցը մարդկանց տվեց հնարավորություն իրենք 2-3 տխման ինչ-որ բան անելուց հետո որևիցե մի հայտնիություն ձեռք բերել, մարդիկ արդեն երեխաները փորձեցին իրենց հանդիպել, իրենք արդեն հավասարի հետ քո նման մասնագետի կամ քո նման դերասանուհու հետ իրենց մի արտակի վրա փորձեցին տեսնեն, սա արդեն շատ վատ է, եւ իրենք փորձում են ցույց տան, որ մեծ հաշվով մենք էլ ենք մեզանից բան ներկայացնում, որովհետեւ ինչպես հասկանում ենք, ինքը շատ բարձր դիրքերից է խոսում եւ իր մասնագիտական կարողությունների մասին, եւ շատ բարձր դիրքերից է խոսում մեր առավոտի մասին։ Այստեղ շատ վիրավորական է ամենաառաջինը մեր առավոտի մասին, ինքը շատ բարձր դիրքից է խոսում։ Այսինքն ես ներդրում ունենամ, ես այսպես եմ կոպիտ ասած, ձեր առավոտը սարքեմ առավոտից ինչ եք անում դուք։ Դրա համար, բայց ես ավելի շատ հակված եմ առաջինին, քանի որ քեզ լսեցի եւ հասկացա, որ կարա նաեւ սա լինի, որ եկեք շատ նուրբ, գեղեցիկ, իհարկե շակերտների մեջ գեղեցիկ, շատ նուրբ ձևով հունից հանենք եւ վարկաբեկենք, իմանալով քո բռնկվող տեսակը, բայց չիմանալով քեզ։ Հունից հանենք եւ վարկաբեկենք, որովհետեւ նման բան նաեւ ինձ հետ է եղել։ Ու դա շատ նուրբ ձևով զգացվում է, չգիտեմ, ինչ որ մի ներքին ձայն քեզ ասում, որ դու պետք չի գոռաս կամ բղավես։ Դե ասում եմ ցավոք չստացվեց իհարկե։ Ես ավելի քան համոզված եմ, որ դե ոչ մեկ չի ուզում գործի հասնի։ Այդ ասում եմ ավելի վատ է, որ եթե մեկ արա տեսնեմ, ես 99% կասեմ։ Բայց իրականում ես այս վերջերս իդեպ համ մեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից մենք հասկացանք, որովհետև եթե հասկացել եք, ես ու Դավիթը ոչ թե անձերի մասին ենք խոսում, մենք միշտ անդրադառնում ենք երևույթների։ Օրինակ, եթե մենք խոսում ենք երթևեկության մեջ, հա, այդ քիչ ոչ հանդուրժող, անպարկեշտ կամ խախտումներ անող վարորդներից ամեն խախտում անող իմիջիալոց վարորդ որոշել էր, որ ինքը պիտի անդրադառնա։ Հետաքրքիրն այն է, որ ես այն անգամ էլ ասացի, երբ ես օրինակ լսում եմ երևույթների մասին անդրադարձ, օրինակ ժողովուրդ ջան, մենք չենք կարողանում սենց պահենք մեզ։ Կա հետևյալը, ես կամ համաձայն եմ դրա հետ, կամ ոչ, ես նայում եմ, անցնում եմ առաջ։ Եվ եթե անգամ ինչ-որ մեկի կարծիքը ինձ դուր չի գալիս, կամ ես ինձ տեսնում եմ դրա մեջ։ Էդ էի ասում նախորդ անգամ, եթե ես ինձ տեսնում եմ դրա մեջ, բնականաբար երևի թե մարդիկ կան, ովքեր տենց շատ հոխորտում են եւ միանգամից էջերում մեր արձագանքում են, ու տարօրինակն այն է, որ ոչ մեկ անձ չի հնչեցրել, անուն։ Օրինակ Ռեմբոյի գրիմյորի մասին խոսեցինք, ասում եմ, բոլորը մտածեցին, որ այդ հենց իրենց է վերաբերվում։ Երբ եք դուք Ռեմբոյի գրիմյորը եղել եք։ Օրինակ, ես դա բան ասեմ։ Տեսել եք թե ոչ, բայց հետաքրքիր է, որ իրենք որոշել են, որ մենք իրավունք չունենք ապրելով այս երկրում որպես քաղաքացի երևույթին, որտեվ դուք եթե մեր անձին եք միանգամից անդրադառնում եւ վիրավորում։ Ես ու Դավիթը երբեք անձերի մասին չենք խոսել, մենք խոսել ենք երևույթի մասին։ Տրանսպորտի թանկացման մասին երբ որ խոսում ենք, պարզվում է անձի մասին, էլի համատարած, ոչ թե երևույթի։ Ոչ, իհարկե, չէ, անձերով հարցեր չի լուծվում։ Հիմա ասենք, ռեյսորը մեզ կների, մենք շուտով գովազդ ենք գնում, Անուշիկը խոսում է մի թեմա, այս թեման չեմ ասելու, բայց ինքը խոսում է մի վատ երևույթից, որի մեջ նաև ես եմ եղել։ Ես հիմա անկեղծ ասում, ես դրա մասին իհարկե չեմ խոսելու, ես Անուշիկին դրա մասին բան չեմ ասել,
ասում է ես ընդունել եմ իմ մեղքը, անցել եմ առաջ, Անուշիկը խոսել է դրանից, ես համաձայն եմ, ես ընդունում եմ, որ դա վատ բան է, ընդհանրապես տղամարդը երբեք դա չպետք է անի, եւ ես դրա Անուշիկին չեմ էլ ասել ինչ ես դու դրանից խոսում, ախր ես էլ եմ այդպես արել եւ այլն, ես չեմ ասել, որովհետեւ ես գտնում եմ, այո, ես սխալ եմ եղել եւ գտնում եմ, որ օրինակ չգիտեմ, ես արել եմ, իմ տղան պետք է չանի, օրինակ։ Եվ երկրորդը, անկեղծ եմ քեզ ասում, գտնվում էի Մոսկվայում, մեզ մոտ երթևեկությունը ինչքան ուզում է վատ լինի, այդքան վատ չի կարա լինի, մեզ մոտ երիտասարդությունը ինչքան ուզում է մի քիչ իրան անդաստիրակ պահի, այդքան չի կարա վատը լինի, մեր երիտասարդներն էլ են լավը, մեր երթևեկությունն էլ, այդ ինչ հա կատարվում, Հայաստանից դուրս ես գալիս, դա խայտառակություն որ ասած ձեր մոտ այնքան հանգիստ է երթևեկությունը եւ մենք զարմացանք։ Այո, դա խայտառակություն էր։ Ես մի 4-5 անգամ որ լուրջ վթարներից եմ փրկվել, 4-5-ներ տաքսում եմ։ Մեգապոլիս է ի վերջո, շատ ավելի մեծ է, մարդիկ ավելի շատ են եւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Այնտեղ էլ է փոխվել, ինձ թվում է աշխարհում է համատարած այս խնդիրը։ Սահմանափակվելով ասենք հետեւյալը, որովհետեւ ես կարծում եմ, որ նաեւ Հայաստանում արվել է մի քանի անգամ եւ ես այսպես ասած ի գիտություն եմ ինձ համար ընդունել, քանի որ մենք երբևէ անուններ չենք հնչեցնում, այլ անդրադառնում ենք երևույթներին եւ փորձում ենք այդ երևույթների մեջ, եթե մեզ տեսնում ենք, ինչպես Դավիթն է արեթ ունեցել նկատելու, ուղղել մեզ, որովհետեւ մենք մեր սխալներն ու ճիշտ արարքները լավ գիտենք, բայց քանի որ հանրությունը կարող է անձի մակարդակով անդրադառնալ եւ վիրավորել, պարզվեց, որ կա դրա համար շատ լավ հոդված, որով դու կարող ես իհարկե դիմել իրավապահ մարմիններին, ներկայացնել բոլոր այդ փաստարկները, որ ենթադրենք քո անունը կամ նկարը կամ ինչ որ բան վերցրել են, որոշել են օրինակ ունենալ անհամաձայնություն քո մտքի հետ, որը իր անձին չի անդրադառնում, եւ իրավունք վերապահել, այսպես ասած, ձևակերպումներ անել։ Փառք Աստծո, դրա համար կա, այն որ ասում է իրավապահ մարմիններ, որոնք պետք է դիմել եւ ենթարկել պատասխանատվության։ Այդ ժամանակ արդեն արված բարի բովանդակության եւ երևի թե բողոքողի, պահանջների համեմատ կորոշվի թե ինչ պատասխան կարող են տալ են մարդիկ, ովքեր կորոշեն, որ պետք է անձի մակարդակով իրավունք վերապահել, վիրավորել։ Եթե մենք խոսում ենք ուրեմն օրենքի աշխարհից, ինչու՞ չէ, եկեք օգտվենք այն օրենքից, որը տալիս է մեզ այդ իրավունքն ու հնարավորությունը։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին գովաստ, ես կարծում եմ, որ անմիջապես կդիմավորենք մեր հյուրերին։ Էսթետիկան ապահովված է, համոզված եմ, որ համնել է շատ լավը լինելու։ Այստեղ ուտեստը արդեն պատրաստ է, այն ինչ վատ եմ խոսում, բայց ես այսօր։ Ես ուզում եմ խոսել, որ ձայնդ բացվի։ Վայն այսօր մեզ կասի թե ինչ բաղադրատոմս է սա, ինչ է օգտագործել։ Դուք ճաշակեք, ես բաղադրիչները թվարկեմ, թե ինչպես ենք պատրաստել։ Նախապես ուրեմն սոխառած է պատրաստվում ձիթայյուղով, քանի որ պահկային շրջանում ենք, ապա պահոց խոհանոցին է վերաբերվում, կարակ կարող եք անել, եթե պահքից դուրս եք դուք եւ պահք չեք պահում։ Սոխառածի վրա ավելացնում ենք մանր կտրատած դդումը, մի փոքր ջրով շոք է խաշում ենք միջև այն աստիճանի հասնելը, որ կլինի տապակել։ Ապա պատրաստում ենք նախապես թրջված ոսպը կամ կարող եք խաշել առանձին, որպեսզի այդ սև ջրային մասան չխառնվի դդումի հետ, ջրքամել, հետո խառնել միասին ու չտապակել իհարկե ոսպը։ Միայն խառնել, մի քանի րոպե թողնել գազօջախին ու պատրաստ է արդեն։ Վերջում մատուցել իհարկե կարող եք չորահացերի հետ կամ ուղղակի չոր լավաշով ճաշակել։ Այսօր պատրաստել ենք մուշի խոհանոցից, պահոց խոհանոցի, իհարկե դդումով մշոշ տարբերակը։ Վերջում էլ ռեհան, հա։ Ընտրագուրետ, ու սպասում էի ավարտես, որ ասեմ ռեհանը վերջում ոչ չի ամփոփել, լրիվ տեղն է գցել։ Դե ես ուղղակի պարզապես շատ սիրում եմ դդում եւ դդումով պատրաստված յուրաքանչյուր ճաշատեսակ ինձ հաճելի է։ Ոսպ եւս, բայց Վահայի այս տեսակ համադրությունը շատ հետաքրքիր համ ունի, սիրելի հեռուստադիտողներ, ոչ ծանր է ու ես վստահ եմ ռեհանն էլ միասին փառահեղ նորություն է, որպես ճաշ, եթե հանկարծ հավես ունենաք պատրաստելու, անպայման օգտվեք։ Վահեն շարունակում է մեզ զարմացնել, անկեղծ եմ ասում, շատ համեղ է, ես դες նման բաների հետ, որ ասեմ, սեր ունեմ, չէ։ Վահեն մոտեցրել է մեզ։ Ոչ թե չեմ սիրում, այլ ուղղակի անտարբեր եմ, ասենք, դդում բան,
Համեղ կլինի, կսնվեմ, չէ, այսպես, բայց Վահեն ֆանտաստիկ է պատրաստում։ Այո, շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ։ Ելի մի հետաքրքիր ճաշատեսակ այսօր առաջարկելու համար, սիրելի հեռուստադիտողներ, մենք տեսանյութ չունենք, չէ, որին մոռացել ենք անդրադառնալ, թե ունենք։ Տարօրինակ ռեկորդների մասին ունենք տեսանյութ, ես կարծում եմ, որ հաջորդ թիվ կկարողանաք հետևել Կենտրոն հեռուստաընկերությանը, սիրելի հեռուստադիտողներ, Կենտրոնի առավոտին, այստեղ տարօրինակ ռեկորդների մասին կիմանանք, թե ովքեր իր տարօրինակ ռեկորդներ են սահմանել։ Եվ ես կարծում եմ այսօր ինչ օր է, չորեքշաբթի, հա, Դավիթին հետ վերադարձրեցինք, ասում եմ, անկողնուց հետ աշխատանքի մի կերպ, եւ իհարկե բոլորիդ ոչ միայն մաղթում ենք լավ օր, առողջություն ենք մաղթում անշուշտ, եւ ելի վաղը հետաքրքիր նորություններով ու անդրադարձերով կլինենք ձեզ հետ միասին։ Այսօր այսքանը, ցտեսություն։ Լավ եղեք, հաջողություն։